Եմ արձանագրել, որ այսօր 51 հարց կա օրակարգում, որից միայն երկուսն են զեկուցվող։ Այդ երկուսն են մեկը Պապ Թագավորի փողոցյան մարփոխումն է, մյուսն էլ հանգստի գոտի մասին է, Հրազդանի կիրճում։ Քաղաքը քաոսի մեջ է։ Մարդիկ ծեծում են ավտոբուսներում։ Այսօր վարորդ է դանակահարվել։ Ձեր վերահսկողները ըզգես չեն ակտում։ Սովորական շորերը մտնում են ներսը, ավտոբուսի վարորդին եք, ու մեծ մասամբ էլ չկան վերահսկողներ, ավտոբուսի վարորդին եք պարտականություն տվել, որ փող հավաքի։ Թենդերները չեք տալիս, պայմանագրերը էլի կասկածելի միջոցով եք տալիս, 100,000 դրամանոց ծառերի հարցը դեր չի լուծվել, չենք հասկանում, այդ ներմուծողը համ սուպերկոմպյուտերա ներմուծում, համ տնգյա ներմուծում։ Փող կապված պարոնավիներ պապայի հետ։ Ճանապարհների փոսերը դեռ չեք վերացրել։ 3-4 ամիս է ամեն օր խնդիրներ են առաջանում վարորդների համար։ Փոխարենը բռնում եք Իսակովի նորմալ ասֆալտը փորում եք, փակում եք, քաղաքը երթևեկությունը կանգնում է ընդհանուր քաղաքի։ Ամիսներով շինարարությունը չեք կարող ավարտեք։ Խովակ է փոխում 3-4 ամիս ժամկետ եք տնում։ Գնում ես նայում ես դե չեն աշխատում։ Շաբաթը 2-3 օր գալիս են աշխատում են մնացած մարդ չկա այդտեղ։ Դուք քաղաք տանում եք ավտորիտարիզմի։ Ժողովրդավարությունը չկա այս քաղաքապետարան։